Ողջույն սիրելի Աստծո մարդ օրհնի քեզ։ Այսօր ուզում եմ քեզ քաջալերել Աստծո խոսքով, որ երբեք չհանձնվես եւ չթուլանաս, որովհետեւ Աստված քո կողմից է, որովհետեւ այն հավատքը, որ քո մեջ է, դա ժամանակավոր չէ։ Այն հավատքը, որ քո մեջ է, դա մշտական է, բայց քո խնդիրները ժամանակավոր են։ Դրանք այսօր կան եւ վաղ այլևս գոյություն չեն ունենա, բայց քո մեջ եղած հավատքը, որը մշտական է, քեզ կօգնի, որպեսզի դու դուրս գաս քո խնդիրներից։ Քո պատասխանը Աստծո խոսքի մեջ է։ Փնտրիր Աստծուն իր խոսքի մեջ եւ Աստված իր խոսքի միջոցով ցույց կտա քո կյանքի մեջ եղած ամեն տեսակի դժվարությունները, որոնցից կարող ես դու դուրս գալ, եւ նա է ճանապարհը։ Եվ այն հոգին, որ քո մեջ է, նա ավելի զորավոր է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Եվ դու ավելին ես, քան հաղթող, հավատացնում եմ քեզ։ Այն ինչը որ սատանան դնում է վերջակետ, Աստված դնում է ստորակետ։ Մերժիր սատանայի սուտը եւ ընդունիր Աստծո խոսքի ճշմարտությունը, որ այն հավատքը, որ քո մեջ է, դա ժամանակավոր չէ, դա մշտական է, բայց քո խնդիրներդ ժամանակավոր են։ Սիրելի քույրս ու եղբայրս, զորացիր Աստծո խոսքով, գնա դեպի Աստծո խոսքի ճշմարտության մեջ, որովհետև Աստծո խոսքը ճշմարտություն է եւ նա կարող է օգնել քեզ, որպեսզի դու հասկանաս Աստծո կամքը քո կյանքի մեջ։ Եղիր օրհնված Հիսուսի անունով եւ հիշիր այս կարևոր ճշմարտությունը, որ քո մեջ եղած հավատքը մշտական է, որը զորացնում է քեզ, որը թույլ է տալիս, որ դու Աստծուն մոտենաս ավելիով եւ բայց քո խնդիրները, որոնք այսօր կան եւ դրանք վաղը այլևս գոյություն չեն ունենա, բռնիր Աստծո խոսքը, քայլիր Աստծո խոսքի ճշմարտությամբ եւ թող Աստված օրհնի կյանքիդ բոլոր օրերը։ Եղիր օրհնված Հիսուսի անունով։ Ամեն։